տեսանյութս նես տարածեք, որ բոլոր արտասահմանի սփյուռքա հայերին հասնի։ Ես խոսում եմ Լոսի հայերից, հələ որ խոսում եմ Լոսի հայերից, նիկոլականներից։ Այդ որ բոլորը տենց սազները տարել եք Նիկոլեկ գովում ժողովուրդ։ Ինչի՞ չեք հետ գնում Հայաստան ապրեք։ Եթե ձեր ասելով Հայաստանում այնքան լավ է, մեծ դրախտ, ինչ եք մնացել այս դժոխքում, թե հարմար տեղավորվել եք։ Դուք գիտեք, ես ամեն ինչ ճիշտն է ասելու եմ։ Հանկարծ չմտածեք, որ ինչ-որ մեկին կեղծավորություն պետք է անեմ, կամ ընդհանրապես ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը, կամ դուք ինչ կմտածեք իմ մասին, ես թքած ունեմ բոլորիդ եւ ամենքիդ վրա, ոչ ընկերների կարիք ունեմ, ոչ դուք եք ինձ սպահում, ոչ շփման կարիք ունեմ։ Ես սամադաստատչնի մարդ եմ, էլի, կներեք դրա հայերեն բառը չեմ գտնի, ես որտեղ ռուսաստրուկ եմ, չէ։ Լսեք, եկել եք, քեշը ստանում եք, food stamp-ը ստանում եք, թոշակները ստանում եք, section 8-ում ապրում եք, բայց Նիկոլի գովքն եք անում։ Հիմա ձեզ խնդրում եմ, մի հատ այդ ամեն ինչը թողեք, գնացեք Նիկոլի Հայաստան 40,000 դրամ թոշակով ապրեք։ Խիչ եք գնում, ոմանք էլ ասել են, բանը, մեր երեխեքը մեզ բերեցին, որովհետև երեխեքը սստեն, երեխեքը ձեզ բերել են, որ խնամակալ ստանան, դուք թոշակները ստանաք, հա, section 8-ում ապրեք, այդ երեխեքն էլ ձեզ փող են ուղարկել, դրա համար եք Հայաստանում լավ ապրեն։ Եթե ձեր երեխեքը Ամերիկայից փող չուղարկեին, դուք չեք կարող Հայաստանում լավ ապրեք, որ մի հատ Նիկոլ գովայիք։ Ոչինչ, ձեր երեխեքը թող մնան ստեղ, դուք գնացեք այնտեղ ապրեք։ Կամ եթե ձեր երեխեքն են նիկոլականում մտածում են, որ Հայաստանում շատ ավելի լավ է, քան Ամերիկայում, ժողովուրդ խեք մնաց էստեղ։ Ամերիկան բանտ չի։ Ու Ամերիկան ոչ մեկին չի խնդրել, որ գաք իրա վզին նստեք։ Եկել եք Ամերիկայի վզին նստել եք ու գովում եք բանին Նիկոլին ու դաժե ասեմ, որ ստեղի կառավարությանն էլ մի բան էլ փնովում եք, որովհետև ուզում էր թոշակներից կտրեր, առողջապահություններ ուզում կրճատեր։ Հելեք, հավաքվեք ժողովուրդ ջան, հավաքվեք, գնացեք ձեր Նիկոլի մոտ։ Ասեմ ավելին, այն Նիկոլի մոտ եք գնում, դուք որ մի քիչ ինքնասիրություն ունենայիք, սփյուռք, Նիկոլը եկավ Փարիզում, մասսայական ասեց, որ ես ամբողջ սփյուռքի վարչապետը չեմ, ին վրա հույս չդնեք։ Ու ամեն ինչ անում է, որ սփյուռքից կտրի Հայաստանը։ Եթե դուք դաժե 6 ամիս դրսում եք ապրել, էլ ընտրության իրավունք էլ չունեք։ Դուք ոչ միայն ընտրության իրավունք չունեք, դուք ինքնասիրություն էլ չունեք։ Եթե մի մարդ մի փոքր ինքնասիրություն ունենար, իրան ճիշտ կպահեր։ Եկել տեղավորվել եք, ընտիր ապրում եք առանց աշխատել այս երկրի նպաստներով ու թոշակներով, բայց ամեն ինչ անում եք, որ Նիկոլը մնա այնտեղ ու ավիրի Հայաստանը։ Դուք մուռ ունեք Հայաստանից հանելու։ Հայաստանի ժողովրդից մուռ եք հանում ժողովուրդ։ Ինձնից հետաքրքիր այդ է տպավորությունը, որ դուք եկել եք ստե շատ լավ ապրում եք ու ուզում եք, որ Հայաստանը կործանվի։ Ինչ ասեմ։ Այ Միչելոց, կոմենտները չեմ մաքրելու, ինձ որ վատ կոմենտ գրեք, Սփյուռքի հայեր ջան, այդ կոմենտները թողելու եմ ու ասեմ, ձեր բոլոր ընկերների մոտ բերում է, որ դուք իմ վիդեոյի տակ կոմենտ եք գրել, թող ձեր բոլոր ընկերները, առավել եւս Հայաստանում ապրող բարեկամները տեսնեն դուք ինչ կարծիք ունեք իրանց մասին եւ ինչ տեսակի մարդ եք։ Ձեր գրած վատ կոմենտներից բարձ կդառնա դուք ով եք, ու ես հուսով եմ, որ շատ շատերը ձեզնից կհրաժարվեն այս գրելու համար։